Լույսը բարի է թանկագիներս եւ օրը շատ բարի է։ Լավ հրաշալի օր բոլորիս։ Կարդում եմ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Արդ ձեզ հավատացյալներիդ պատվականություն է, բայց անհավատներին այն քարը, որ շինողներն անարգեցին, նա անկյունի գլուխը եղավ, եւ գլորման քար եւ գայթակղելու վեմ, որ գայթակղում են խոսքին չհավատալով, որ նրա համար էլ գրված են։ Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ, որ դուք ժամանակով ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմած չէիք, բայց հիմա ողորմածներ։ Հրաշալի խոսքեր սիրելիներս, մեզ հավատացյալներիս պատվականություն է սիրելիներս, մեր հավատքը։ Սկզբից Պետրոսը գրում է, որ դուք հասաք այն պատվական հավատքին։ Սիրելիներս, ես եւ դու հավատացինք եւ մեզ տեսեք ինչ էր սարքեց Տերը։ Սարքեց ընտիր ազգ, ընտրված ազգ, ընտրեց մեզ, թագավորական քահանայություն տվեց մեզ, սուրբ ազգ սարքեց, իր սեփականությունը, սեփական ժողովուրդը, նաեւ մեր վրա պարտականություն դրեց, որ մենք քարոզենք նրա առաքինությունները, որ մենք վկաներ լինենք, որ մեզ խավարից կանչել է իր սքանչելի լույսի մեջ, սիրելիներս, որ մենք պիտի ասենք մի ժամանակ, որ նրա ժողովուրդը չէինք, մեղքի մեջ էինք ապրում, բայց փառք Աստծու, նա գտավ մեզ, գնեց մեզ, սարքեց իր ժողովուրդը, որ ողորմություն չէին գտել, ողորմած չէինք, հիմա ողորմություն են գտել, եւ պիտի ես եւ դու էլ ողորմած լինենք ուրիշների հանդեպ, ինչ անելով, բարի գործերով եւ ավետարան քարոզելով։ Տերը օրհնի ձեզ եւ կլինի օրը շատ բարի բոլորիս համար։ Ամեն ու ամեն։